Սիրելիներս ողջույն, ինչպե՞ս եք։ Ես լավ եմ ու ինչպես միշտ ցանկանում եմ, որ դուք էլ լավ լինեք։ Դե ինչ, այսօր մեր Նանիկի ծնունդն է, դուք արդեն հոլովակը նայում եք, որ ես գնացել էի իրեն համար նվեր գնելու։ Ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել ժողովուրդ ձեր շնորհավորանքների համար, որովհետև արդեն բազմաթիվ կոմենտարներ եմ տեսնում շնորհավորանքների, անչափ շնորհակալ եմ ու անպայման մեկ առ մեկ Նանիկի համար կարդալու եմ։ Իհարկե ինքն էլ կարող է կարդալ, բայց ես կկարդամ, որ էլ ավելի լավ, ոնց որ հայրենը, եթե հայատառը գրած, ինքը հայրեն չի կարողանում կարդալ, այնպես որ ես իրեն համար բոլորը կկարդամ։ Այսպես, ուրեմն տորթիկի բիսկվիտները թխել եմ արդեն, նրանք այստեղ են, ժողովուրդ հես են, 1, 2, այստեղ հետնամասում կուկուրուզն է եփում, վերջապես հերթը հասավ մեր կուկուրուզին, շատ սիրուն գույն ունի դեպ կուկուրուզը, ուրեմն միասին պատրաստում ենք տորթիկը, այսինքն, որ ասում եմ արդեն ձևավորման process-ը ու իհարկե մի փոքր կզրուցենք, հետո մի փոքրիկ կադրեր ցույց կտամ տորթիկը փչելուց եւ այդքանով այսօր կավարտենք, ինչպես որ ասեցի, իր ծնունդը նշելու ենք շաբաթ օրը, այսօր այնքան որ տորթիկ փչել, միասին մի բան ոնց որ նստել ուտել, նվերները կտանք մեր կողմից, մնացածն էլ արդեն շաբաթ օրը։ Ժողովուրդ, ուրեմն բիսկվիտները 10 ձվով եմ սարքել, բիսկվիտ սարքելը չեմ նկարել, ինձ թվում է բոլորս էլ գիտենք բիսկվիտ սարքել, 10 ձուտ, 10 գդալ շաքարավազ, 10 գդալ կամ մի փոքրինչ ավել ալյուր, նորմալով մի պտխունց աղ, ես մոռացա եւ իմ կողմից ես միշտ վանիլ եմ ավելացնում, սա երեսն է, սա տակն է, կողքերը մի քիչ իմ կարծիքով չոր էր, այսինքն կարմրել էր սրա նման, հանեցի։ Այս մեկը մի քիչ ավելի ցածր է եղել, թե էսի հակառակը, չէ, էսի ավելի բարձր է եղել, քան թե սա։ Նայեք, որ համեմատեք, բայց հետաքրքիրն է, որ նույն 10 ձուն է, չգիտեմ ինչի է այսպես, բայց ինչ կա էտա։ Ուրեմն մեջտեղից պետք է ես կիսեմ, սարքեմ 4-ը ոնց որ հարկ, երևում է ձեզ, հեսա մի քիչ կամերան ես կոմենկոմ կանեմ, որ էլ ավելի լավ երևա, բայց ուզում եմ սարքեմ կլոր տիրամիսու, այսպես ասեմ, ուրեմն վերցրել եմ կոֆեն, ռաստվարիմի լուծվող կոֆե եմ վերցրել, հեսա ջուրը եռացնեմ, ավելացնեմ, և իհարկե կպատրաստենք մասկարպոնեով, սլիվկայով կրեմը և խտացրած կաթով։ Մեջտեղը շերշերտ կդնեմ ելակ և մի քանի հատ էլ վրեն, որ վերևի մասը, մի քանի հատ որպես դեկոր, հա։ Հիմա դնում եմ ջուրը եռա ժողովուրդ։ Պետքա մեջտեղից կտրեմ, ունեմ են սարքը, որ սենց անելով կտրում եմ, բայց վերևն է ու չգիտես ինչու, այդքան հավեսես չի գալիս, որ ման գամ։ Հիմա փորձեմ ես ուղակի դանակով, մոտավորապես մեջտեղը բռնել, այսպես, ու կտրել դանակով։ Ճիշտ է, գիտեք, չէ, իդեալական տորթը պետքա բիսկվիտը 1 օր առաջ թխեք, ու թողնեք մի լավ սառնարանում հանգստանա, իհարկե սառելուց հետո լավ փակում ենք եւ թողնում ենք սառնարանում լավ հանգստանա, հաջորդ օրը արդեն էլ ավելի ինքը նուրբ է լինում, այսպես ասեմ։ Բայց քանի որ ես մինչև վերջի րոպեն չէի որոշել, ուզում եմ թխեմ թե գնեմ, դրա այս պատճառով ոնց որ վերջի րոպեին եմ սարքում տորթը։ Բարից բուն իմաստով, ոչ մի անգամ տես չի եղել, որ ես վերջի րոպեին տորթը թխեմ, բայց այս անգամ սենց ստացվեց, երևի թե գիտեք ինչի, որ պլանավորել էինք շաբաթ օրը հավաքվենք, ոնց որ ինձ թվում էր մի փոքրիկ տորթիկ կառնեմ, մոմը կդնեմ կփչի ու հետո արդեն ընդեղ, ոնց որ հիմնականում, բայց քանի որ, այսի կտրեցի մեջտեղից, քանի որ վերջի րոպեին որոշեցի, որ ամեն դեպքում ուզում եմ մեծ տորթիկ թխեմ, քանի որ ինքը միշտ Նանիկը մեր ծնունդներին ինքն է հիմա թխում մեր տորթերը, լինի Արմենի ծնունդը կամ Սամոյի կամ Ալյոնայի կամ իմ, միշտ ասում է ինչ համի տորթ եք ուզում, ուզ դրա ինքը տորթը թխում է ժողովուրդ։ Դրա համար ասացի լավ երեխես միշտ մեր համար տորթիկ է թխում, հիմա ոնց կլինի, որ ես իր համար այդ տորթը չթխեմ։ Չնայած ես էլ եմ միշտ թխել,
Բայց այս տարի ուզում էի գլուխ պահեի։ Այնը չպահեցի, իմ բնավորության համաձայն գլուխ չպահեցի։ Ահա, հիմա սա էլ մեջտեղից կտրեմ, մինչև ջուրը կեփի, այսինքն կեռա։ Սուրճը կավելացնեմ, իրան լավ սենց հավեսով կթրջեմ։ Իհարկե չափի մեջ, հավեսով, ունես չլինի որ լղկվի, որտեվ ինքը մի քանի հարկանի է, որ շատ թրջես, չի պահի այդ իր հարկերը, հա, լղկվի կգնա։ Ահա, այնպես որ չափի մեջ ենք թրջում։ Всё, էս էլ եղավ, շատ լավ բիսկվիտ ա եղել, շատ լավ թխվել ա, 160 աստիճան, վերև ներքևը միացրած վենտիլյատորով, քանի րոպե չեմ կարող ասեմ, երևի մի կես ժամ, բայց թխվել ա ամեն դեպքում, դուխովկայի մեջ եմ թխում, ժողովուրդ։ Առաջ հիշում եմ, առաջ ասելով Հայաստանում միշտ թխում էինք կաստրուլայի մեջ պլիտայի վրա։ Հետո այստեղ սովորեցի, որ կարելի է նաև դուխովկայի մեջ թխել ու էլ ավելի արագ է ստացվում ու ավելի հեշտ։ Ահա, վերջ, եղավ։ Հիմա ես այս փշուրները հավաքեմ։ Ու անցնենք առաջ։ Իդեպ կոմենտարի եք գրել, այս արդեն տեղադրած վիդեոյի տակ, որ դուք նվիրում եք գումար ձեր երեխաներին։ Գիտեք, մենք նանիկին գումարով ապահովում ենք, ամարթե ձմեր եմ որ ասում, հա, ընկերների հետ դուրս գալու, շոր գնելու կամ արձակուրդ գնալու, հա, քանի որ ինքը չի աշխատում, սովորում է, այդ ամեն ինչը մենք ենք հոգում, բայց նվեր, ես սիրում եմ նվեր գնել, իհարկե, ու քանի որ գիտեմ, որ ես մի քանի օր առաջ մի քանի անգամ շոփինգի գնաց մենակ կամ իմ հետ, ոնց որ հիմա այդ պահին հագուստի կարիք չունի, ինչ որ հատուկ բանի կարիք չունի, որը որ կարող է ինքը գնել, դա համար որոշեցի զարդ գնեմ, իսկ զարդը իհարկե դա մնայուն է, դա հիշողություն է։ Ամեն անգամ նայելուց կասի այս ծնունդիս այս զարդն են նվիրեմ մամաս ու պապաս։ Բա Իհարկե ամեն մարդ ինքն է որոշում իր երեխայի ծնունդին կամ իր հարազատի ծնունդին ինչ նվիրի, ու շատ վաղ երեխաները ինքնուրույն ասում են ինձ գումար տուր, ոնց որ ոչի բան չեմ ուզում, դրա համար պարզա, որ ամեն մեկս մեր ձևով ենք նվերը գնում, քիչ մասկարպոնեի վերևը ջուր է միշտ հավաքվում, ջուրն ենք բանանում, սլիվկան խոլոդ արագ դրեցի, չնայած խալաձելնիկում էր, բայց խոլոդ դրեցի, այնքան շոկ է, որ նույնիսկ սառնարարումը նես տպավորություն է, որ չի սառացնում, բայց իհարկե սառացնում է, այնպես չի, որ չի սառացնում։ Հիմա մասկարպոնը կլեցնեմ, սլիվկան վրից կլեցնեմ, կսկսեմ հարել, հենց զգամ, որ լավ հարվել է, աստիճանաբար կավելացնեմ խտացրած կաթը ավելացնում եմ ըստ համի, չափ չունի, այստեղ մի կիլոգրամ մասկարպոն է, երևի մի կես լիտր էլ սլիվկա կլեցնեմ, բարձր յուղայնությամբ, ընդեղ արդեն իհարկե վանիլ, անպայման, ինչքան շատ ենքան լավ, և սաղ ասեցի ոնց որ թե, всё, էլ ասելու բան չկա։ Կարող եք խփել ձեռքի միքսերով, կարող եք խփել սովորական միքսերով, տարբերություն չկա, լավ արագ խփվում է, որ ճիշտն ասեմ, այնպես որ այս սլիվկան այնքան հետաքրքիր է, հեսա բացենք տենանք, լինում է այնքան պինդ ալնում մեջը, լինում է, որ նորմալ գալիս է, հեսա կտեսնենք, շատ հաճախ հարցնում եք, այս սլիվկանա Grand Frais է գնաց ժողովուրդ, այնպես որ եթե ուզում եք, երբ որ մենք գնում ենք առևտուրաներում, միշտ գնում եմ ու ցույց եմ տալիս, հետաքրքիր է, խի է, էլի բանը բացած, բայց ես չեմ բացել, նայեք ինչ պինդ է, աչը լավ է, այդքան է պինդ չի, հիմա սենց լցնում եմ, մոտավորապես կես տուփը, այստեղ 1 լիտր է, մոտավորապես կես լիտր, կամ նաև մի քիչ ավել կարելի անել, որտեղ տորթիկը մեծ է, որ լավ
հավեսով կրեմը չպակասի։ Ավելավա չպակասի, քանց թե պակասի։ Թող ավելանա, բայց չպակասի, այսպես ասենք։ Ոյ, դժվար է գալի մեջից։ Սամ ստեյես, թե մտար սենյակ։ Սաման մտելա սենյակ աշկիս։ Լավ, լծվավ, ինչքան լծվավ հերիքա։ Ինձ թվում է վատ չի։ Այսպես։ Կուկուրուզն էլ երևի թե փավ, ջուրը անջատեմ, բայց ինձ թվում է կոֆե էլի է, մեկ վարքյան ես միքսերը դնեմ թող հարի կողքից։ Չի կայնում, հնենց ճզմեցի խեղճին, որտից իրա ֆորման պայի դնեմ մի հատ խալադիլնիկ, թե ինչ է կործում, չկտրեմ, սաղ լցնեմ, պրծնեմ, մեկ վարքյան հեսա խոզություն աստեղ տեղի ունենալու, բայց չէ, լավ էր խոզություն տեղի չունեցավ, եկեք ամբողջը լցնեմ, պրծնեմ, էլի, ուրեմն իմացակ 1 կիլոգրամ մասկարպոնա, 1 կիլոգրամ սլիվկա է, 1 լիտր կամ 1 կիլոգրամ ոնց ուզում ենք, այնպես էլ ասեք, ինքն էլ համարյա մասկարպոն է, էլի, հլստե նայեք ինչ պինդ է, ոնց որ մասկարպոնը լինի, ոչ թե սլիվկա, դե յուղոտ է, ոչինչ, շատ կլինի, վաղը մի ուրիշ բան կսարքեմ, էլի, քաղցր, նապալյոն հեշ չկսարքեմ, կրեմը չենք փչացնի, սլայանի խմոր ունենք, շերտավոր խմոր, մեկ վարքյան ստեյից էլ հանեմ, ինքը ենքան պինդ է, դժվար է գալի, ժողովուրդ, վերջ, կամեցինք, այսքանին հաստատ մեկ բան կախտացրած կաթը հանգիստ կգնա, հանգիստ, այնպես որ միքսերը ես մյուս կողմի վրա է դրած, ես վանիլինը լրիվ ամբողջային դատարկեմ այստեղ, հետո էլի կավելացնեմ, այսպես դրեցինք, ուժեղ աբարոտների վրա պտտում եմ, մինչև միքսերը կպտտվի, ես կանեմ սուրճը տորտիկի վրա։ Սուրճի քանակը դուք որոշեք, ինչքան կուզեք, ես մոտավորապես մի 4 ճաշի գտալ և ավելին միգուցե ավելացնեմ, 3, 4, եսի կարծեմ առանց կաֆեինա, այո, 5, նույնիսկ 6, առանց կաֆեինա ժողովուրդ, բայց հեսա միջազվա էլ երևի թե կդնեմ թող երա, որտև եսի կարողա քչություն անի ինձ, այնպես որ երևի մի քիչ էլ ավելացնենք, ժողովուրդ, կրեմը պատրաստ է, շատ համով կրեմ է եղել, շատ համով, այսենց, ոնց որ մարոժնի լինի, պաղպաղակ, են իտալական կամ լցովի, չգիտեմ ոնց են ասում հայերեն, այդ համին է եղել, սա հիմա երևի թե ես կուղարկեմ սառնարան, թող մնա սառնարանում, որպեսի, ինչ են ասում, իրա սառնությունը պահի, որտև շոք է, հիմա կապանանք, լավ, տեղավորեցինք, վսյո, հիմա այս սուրճը ավելացնենք, մի քիչ սառեց ամեն դեպքում, համեմատաբար, մոմերը սենց սովորական մոմեր ենք վերցրեց, սպիտակ ու ռոզվի մեր խանութից, հիմա սենց սուրճով լցնում ենք, իհարկե գույնը կմուքանա, բայց դե ոչինչ,
Հենց կարելի է մի քիչ խիտ ա ոնց որ ջուր ավելացնեմ։ Թող բանանի մեկ էլ երևի թե մի քիչ վանիլ ստեղանեմ։ Ուй։ Հա լավ չեմ բացել, տարօրինակ ձև եկալի։ Maintenant, on avait un masque pour les yeux. Moi, j'utilise pas trop. Ձևի։ Il y a plein de tranches. Εσύ սամոն որ սարքել է դրանից ոնց որ լինի սլայմ։ Ouais, bah nous aussi, on pensait que c'était du slime au début. Gloss. Կիկոյ գլոս փայլուն։ Ouais. Excel. Մալադեց, էդ ինչ է։ Ça, c'est pour faire la peinture. Ինձ սիրուն է։ Et ça, c'est bande dessinée. Voilà, արդեն 4 ամիսա ուզում եմ. Passer miroir, la passer miroir։ Ouais. Et du coup, mes amis, ils ont acheté une charnette sur le côté de l'arnaque. Du coup, j'ai pas acheté. Ապրեն ամիներդ։ Et aussi, Լավ ընկերներ ունես։ ça, c'est petite chaîne pour Վաու։ la taille. Վաու։ Et aussi, Malena Nord-Toulouse, la pauvre, elle m'a dit. Բաննա չէ էտի։ Marseille, chez Violetta ici. Et c'est Toulouse, ça. Անուշոտ ունի։ Ապրեն։ Ընկերները նվերներ են տվել, էտա ցույցեր տալիս։ C'est la violette, c'est la fleur. Ապրեն։ Մալադեց։ Voilà tes amis։ Rebecca, elle m'a dit ton cadeau, il est en préparation. Գիտեք ինչ եմ ուզում, մի քիչ երևի թե ստեղ եփած խտացրած կաթ ավելացնեմ, համ մի քիչ քաղցրություն կավելացնի, համ էլ ավելի լավ է, քան թե ինձ թվում է շաքարավազը։ Ոչ մի անգամ չեմ արել այդպես բան։ Բայց եկեք այս անգամ անենք։ Տեսնեմ կհալվի ջրի մեջ։ Նորմալով խտացրած կաթ է, պետք է հալվի ժողովուրդ։ Էդ ինձ եք ձեր առնում այդտեղ։ Ու ինչ անուշոտ է գալի։ Ձայնայիններն է լսում։ Ինձ էլ էր զանգե Սիրուշիկը։ Չէ։ Հա մնում է տատի ենք ինտերնետ ունենան։ Ասում է անջատում են մեկ-մեկ։ Այ։ Մերոնց մոտ Ռուսաստան, հա։ Մեկ-մեկ անջատում են ինտերնետը։ Այ, ոչինչ։ Այ, անգավ։ Հաճելի պահ է, որ բոլորը շնորհավորում են։ Դες որ մորքուրի հետ խոսացի, մորքուրի իրանց տունն էր, Նանիկ ջան։ Ասում եմ մորքուրը դատինս տունն է, ասի չէ, բայց հենա գնացել է մամա ինձ։ Իրանք տենց է չսովորան կամերան կիսել։ Ուիշ տոքո։ Թեկել չի լինում։ Նանիկ, այ Նանիկ, պապին ասա հացկեր։ Հացկեր, պապի։ Ես լավ եմ։ Ասա հացկեր ամպային։ Ես լավ եմ, բայց ավելի լավ կլինեմ, եթե դու հաց ուտես, պապի։ Պապաս մի քիչ վատառող չէ։ Հաց չի ուզում ուտի։ Համով հացկեր։ Լավ լղկսնում ենք այս տորթին աշկիս մենք։ Կորոշնվի է դառնում։ Հիմա պետք է
Մաման տորտիկը թխում է, հա։ Ուղարկել եմ կուխնյա։ Դեշ ես վարից։ Ինձ կուխնյա են աքսորը։ Հա, մեր մոտ այսօր լավ է։ Շորտ լավ ջրեցի, հեսա կթողեմ մի քիչ երևի թե կհանգստանա, քաշի մեջը, հոտն են ծանուշ է։ Դուք էլ ավելացրեք եփած խտացրած կատ չեք փոշմանի։ Հեսա մի քիչ կքաշի, այդ արանքում երևի թե մենք կուկուրուզ կուտենք, որտեվ կուկուրուզը եփվեց պատրաստ արդեն։ Մինչև տորտիկը արագ-արագ կսարքենք, մի քիչ կմնա։ Մոմը կփչենք։ Սա վրես ծիծաղում եմ։ Խի։ Կարում ես։ Հա, ասա, ինչ են ծիծաղում վրեդ։ Արի, ստոպ տուր։ Ստոպ տուր ասում եմ։ Ասում արի ստոպ տուր, մենակ եմ։ Ծիծաղում ասում եմ, միակ ձրիկ տուր։ Ժողովուրդ, ելակը լվացի, հիմա կընտրեմ մի քանի հատ փոքրիկ վրեն դնելու համար, վերևից դնելու համար, շատ մեծերը չեմ ուզում, որպեսի գեղեցիկ նայվի, սենց դնեմ այս կողմի վրա, շատ խիտ էլ չեմ ուզում դնեմ, ոնց որ ավելի շատ կրեմով սենց պոմպուչիկներ կանեմ, չգիտեմ, ուզորներ, հա, հիմնականում ուզում եմ ելակը մեջը դնեմ, ինչու, որտև իմ կարծիքով 3-6, երևի 7 հատ ելակ դնենք վրեն, տորտիկի, Իմ կարծիքով, որ երբ որ կտրատածա մեջն ավելի հեշտ է ուտելը, իսկ երեսի այդ մեծ ելակները արդեն այնքան որ գեղեցկության համար է, հա։ Հիմա սա պետք չի։ Կտրատեմ։ Արդեն լավ փափկել է իդեպ, մենք մեր կուկուրուզը կերանք։ Սպասեք, տեսնեմ ուր եմ դնում, Մի քանի հատ բան եմ պատրաստել այդ ֆորմաները, տարբեր ձևերի, հեսա կնայենք որն է մեզ պետք, որն է ավելի համապատասխան։ Կողքերը ուղղակի երևի թե սենց մի քանի հատ սենց բան, կետիկներ կանեմ, քանի որ կրեմը լավն է, թեթև կրեմ է, ինչ սիրուն ելակ է, նայեք, եկեք ես մի հատ մեծ ելակը թողենք, մեջտեղը կդնենք, լավ, մի հատ այսի հանենք, 7 թիվը լավ թիվ է, 3 անգամ 7 անգամա 21, ինքը ամսի 21-ին է ծնվել։ Նենց օնշոտ է գալի ես։ Էսի հանենք, էսի կոչիկը հանենք։ Այս տորտը նաև բանանով պոպոկով էլ է շատ համով, ես շատ եմ սիրում, բայց քանի որ որոշեցի տիրամիսուի նման սարքել, ես էլ է սիրուն, բայց ենի լավն է, ենի ավելի սենց վարգույն ունի։ Այս գրանտխեի ելակը շատ համով ելակ է իդեպ, նուրբ ելակ է, էլի չոր չի։ Կարելի է նաև բլենդերով խփել, սարքել սենց ջեմա տիպի և ոնց որ էլի մեջտեղով լցնել, էլի շատ հարմար է։ Պրոստը ուղղակի, պարզապես, իմ կարծիքով, որ այսպես ավելի մեջտեղը կտրվածքը գեղեցիկ կնայվի։ Արագ-արագ անեմ, որ ի վերջո իմ աղջիկը իր տորտիկի մոմերը փչի, նվերները ստանա։ Դեղ անհամբեր Ալոնա սպասում է, որ նվիրի, իհարկե մենք, ընդես ամոնու էլեննել են նվեր գնել, ցածր եմ ասում, որ չլսի։ Չնայած պարզ է, գիտի, որ հաստատ գնել են, բայց մտածում է կարող է, որ Էլենը ստե չի, բայց նվերը ստեղ է։ Էսպես։ Բովոկանին շատ ելակ եղավ, լավ է։ Ստեղ սրանք կտրատեցի, սրանք 3-4-ն է լվացել էի, տենց մնացել էր սառնարանում, մի քիչ կերել էինք ես ու Արմենը, մնացածը մնացել է, մեր երեխաները միրգ ուտող չեն, չգիտեմ, նանիքն է պետք է իդեալական միրգը լինի, պետք է շատ փափուկ չլինի, շատ չոր չլինի, բարդ են հիմիկվա երեխեքը ժողովուրդ, շատ բարդ են, Սամուն вообще միրգ չի ուտում ընդհանրապես, հազվադեպ, այ Էլենչոն լավ ուտում է, ապրի Էլենչոն, նորմալ երեխա է,
մեր երեխեքի նման չի։ Այսպես էսի 3 շերտի համար ինձ թվում է, բայց հերիք է։ Լավ, եկեք մի հատ է կտրեմ։ Թե հանգարց հետո պետք կլինի։ Կուկուրուզեր։ Կավելացնենք։ Պետք չի լինի, չենք ավելացնի, կերևա։ Ահա, հիմա ես վերցնում եմ մեր սպրիչի, ոնց են ասում, տոպրակը, հա։ Ոյ, էսի ճղված է, ով ասես ճղե։ Յո։ Չոր մեկը ոնց որ ուզեցել եմ մկրատով կտրի աչքից։ Յո, ինչա սենց վատելնում ես անգամ, ժողովուրդ, ինչ ա եղել սրա։ Լավ, էսի հանենք, բերեք։ Նրանք կգցենք կգնա։ Ոչինչ շատ ունեմ։ Սենք պրոֆեսիոնալ են իդեպ, շատ հաստ են։ Սենք երբ որ կազինոն փակվում էր, մեր տնօրենը ասեց Սերինե, գնա ինչքան ուզում ես վերցրու քեզ համար, որտեղ որ կազինոն փակվում էր, արդեն այս նոր խանութում բաժին չէր լինելու, որտեղ որ տորթերը միանգամից պետքա պատրաստեին։ Պես որ ասես գնա արխային վերցրու։ Հիմա այս կլորիկն եմ դնում, որ սենց եզրը կլորով ֆրամ, որպեսի ոնց որ սենց բորտիկ սարքեմ, որ ելակները շարեմ մեջը։ Հեսա կրեմը բերենք։ Այսպես։ Ձեզ երևում է ժողովուրդ, հա, երևում է ինձ թվում է։ Ճիշտ է, մի քիչ հեռու կլինի, ներող եղեք։ Քանի որ երեխեքը նստած են, չեմ ուզում ոչ մեկի հիմա ոնց որ ասում կտրեմ իրարից, որ կան նկարեմ, դրա համար այսպես կլինի, ոչինչ։ Ինչ ենք մենք անում։ Սենց սպիրալի պես կպտտվենք։ Սենց ոնց որ օգնում է, որպեսի հավասարաչափ կսվի, հա։ Մի հատ սենց կքսեմ։ Սպիրալս լավ չգնաց։ Հետո մի հատ էլ կֆրամ արդեն, որ եզր սարքեմ։ Ուրա։ Հա, ստացված կատնեի, չէ, սրանով հանել։ Վերջ, հիմա շատ լավ կրեմ ա եղել, անտիր կրեմ ա, ժողովուրդ, արտակարգ կրեմ ա, երևում ա ձեզ, երևում ա, իհարկ երևում ա, նուրբ կրեմ ա, ես օրինակ այն վաղտ, որ ես տորթերը, այն շատ փողուց, զարկում էին կարակով և խտացրած կաթով, անկեղծ ասեմ, ես չէի ուտում ես տորթերը, որովհետև կարակով կրեմ չեմ սիրում, շատերը սիրում են, շատերը ուտում են, բան չեմ ասում, բայց ես չեմ սիրում, ես փոքրուց չեմ սիրել այդ կարակով կրեմները, դրա համար միշտ սիրել եմ զավարնոյ կրեմով էկլերը ու ծտի կաթ տորթը, մամաս որ սարքում էր, սենց հիմա եզրը, ես այսենց, ենքան որ ոնց որ բորտիկ եմ սարքում, Всё, բորտիկը պատրաստ է, սենց, մի քիչ, ես մի կոմը բան եղավ, բորտիկը պատրաստ է, հիմա ինչ ենք անում, ելակը շարում ենք այդ բորտիկի միջով, գնաց, շատ համով տորթա սպասվում ես, ցավոք չեմ կարող հյուրասիրել, ներող եղեք, Ոխ ելակի հոտն են ծանուշը շատ լավ ելակա, իսկական ելակա, հեն ջերմոցի են չոր ելակները չի, որ սովոր ենք, որ վաճառում են, այսպես,
Տերևիկեր, ելակի տերևիկներ, վսյո, ես մեջտեղ ես պուչուրիկներից դնենք, լիքը կա չէ, քիթիկները ելակների, վսյո, հիմա կարանք մի փոքր վերևից կրեմ անել, աննշան, այս հենց ոնց որ, ենքա որ ինքը ոնց որ կպչի, նայեք, որ կտրելուց չսղա տորթը, սենց այնքան որտև թե չէ ելակները կշարժվեն, որ շատ սեղմելով արվի, պարտադիր չի, բայց եթե կրեմը ձեզ թույլ է տալիս, քանակը կրեմի կարող եք, համեր սենց տորթը երկրորդ այդ շերտը հանգիստ կկպչի կմնա, այն կողմ չի անի, հիմա ես պետք է հիշեմ, որն էր, երևի թե սա էր ինձ թվում, հուսով եմ, նո, եսի տակա, Էսի չի, էսի, օլո, են էլ էր բան, տեսակ խարնեցի, լավ ոչինչ, ոքե լավ տակ կանենք ուրեմն, խարնել եմ ժողովուրդ, տակ եմ դրել, երեսն եմ դրել մի անգամից, տակ չեմ դրել, բայց դե ոչինչ լավ, տարբերություն չկա, վերջ, հիմա այստեղ կրեմն ենք անում նորից, շարունակում ենք, երևի թե այս պահը ես, որ ասում է, մի անգամից կանցնենք զարդարելունը, իմաստ չունի ձեզ, ոյ, կրեմ անգավ, նույն բանը ցույց տամ, նույն ձևի գնում ենք սպիրալի պես, ու հետո տարածում ենք, հաստ թե բարակ դուք որոշեք, ձեր կրեմնա, Ես ինչի ասենց, ուժս չի պատում, լավ սեղմեմ չեմ հասկանում, ոքեյ, վերջ հետո արդեն ընդհանուր պրոցեսը ցույց կտանք, մեկ էլ միատա եմ արել, միատայով էլ մի քիչ կզարդարենք, նորմալով մի քիչ ես կակաո եմ վերևից ցանում, ինչպես որ տիրամիսուն, բայց այս անգամ կերևա կցանեմ, թե ոչ, այնպես որ ընթացքում կերևա, Ես շերտն էլ կսեցի, վսյո, հիմա նորից գլոր շերտ ենք վրում, եզրով, ու նորից ելակը շարում ենք, ժողովուրդ, տորթիկը պատրաստ է, սենց եմ սարքել, ենքոն ծոները հազիվ ենք տեղափոխել ես ու Սամոն, ու քանի որ շոքա, կրեմը հալվում է, բայց շատ սիրունիկ է ստացվել իմ կարծիքով, ուղղակի պետքա արագ սառնարան տեղափոխվի, թե չէ սա կհալվի կթափի, սենց միատայի թերթիկներով եմ զարդարել, ինչպես որ ասեցի, սենց ոնց որ ամառային, աշնանային չէ, գարնանային ոչ եմ տվել, որ ճիշտն ասեմ, որ սենց շատ լիքը ոչ մի բան չլինի, սկզբից սենց բարակ շերտ էի կրեմը քսել, հետո որոշեցի մի քիչ ավելացնեմ, չնայած բարակ շերտով, որ ճիշտն ասեմ, ավելի սենց թեթև էր երևում, բայց ընդհանուր առումով վատը չի, հեսա մոտիկից էլ մի հատ վերևը ցույց տամ ձեզ, վերևից էլ էսպես է, արագ տորթիկ, վсё ժողովուրդ ծաղիկները դրեցի, սենց արագ տորթիկն ենք փչում, որովհետև թե չէ այս տորթի կրեմը կհալվի կգնա, ստեղ էլ իրա փոքրիկ նվերներն ենք դրել իհարկե, Արմենը մոմը վառի, ինձ սիրուն է, շատ սիրուն է եղել գույները, նանե արի, միացրել ես, որն ես միացնում, այսի, մի ռոպե, հələ մի արի, հələ մի եկեք, հələ ռեկլամա, նանե արի, joyeux anniversaire, Մի տրակացրու չէ, ուպ, on a dansé, Շնորհավոր, J'espère qu'il est bon.
Avance, c'est la vie.